Հիմա կասեք էլի մաննա, բայց ասեմ ձեզ, ասել եմ, որ շաբաթը 2 անգամ կաթ եմ վերցնում, Սանահին գյուղի կաթա, այս անգամ միլիտր էի վերցրել ու 2 բաժակ խմեցի, մի բաժակը որոշեցի, որ մի փոքր մաննա ունեի, որոշեցի, որ մաննա անեմ, ես անկեղծ ասած այդքան հաճախակի չեմ ուտում մաննա, բայց շատ լավ բան է աղիքների համար, մի խոսքով, թե գիտեք, համարվում է մանկական կերակուր, հիմա մի քիչ այսպես պետք է խառնեմ, որ հանկարծ չգնդվի, այս անգամ մի փոքր ջուր եմ ավելացրել, ուրեմն հենց որ մի քիչ թանձրանա, ես ավելացնելու եմ արդեն շաքար, մի քանի հատիկ, այս սիրուն նարինջի օղակն եմ տնելու կենտրոնում և մի փոքր նանա, նանան մեր մոտից եմ առել, շատ հիանալի նուրբ, հաճելի բույրով, նանա եմ դնելու ու իհարկե կարագ եմ դնելու, այսօրվա գնումներից մի քիչ խոսեմ, ուրեմն ունեմ ես խառը ծաղիկներ, որոնցով չայ եմ պատրաստում, երևի մի 10 տեսակի ծաղիկների խառնուրդ է, անգամ ռեհան ունեմ ես իրա մեջ, այդպես մարիամախոտ, զվերաբոյ, արևքուրիկ, իրա մեջ մի խոսքով նանա էլ կա, ուրց էլ կա, երիցուկ էլ կա, այդպես, այսօր ես համ նանա եմ առանձին գնել, համ էլ լորենու ծաղիկ, հիանալի, լորվա, Սանահինի, ուրեմն նաև մեր մոտից գնել եմ Սերկևիլ, ճիշտ է իրանք մի քիչ փոքր են, բայց ամբողջ այդ անուշ բույրը տարածվել է բնակարանովս մեկ, հիանալի քա ուղակի, վաղը երևի կգնամ, մի կիլոգրամ էլ կգնեմ, որովհետև շատ սիրում եմ ես թեյի հետ և այսա եմ գնել կարալյոկ, խուրմաչի ինքը կարալյոկը, արդեն մի հատը կտրել եմ, շատ որակով էր, շատ լավն էր, ընտիր, ապրի վաճառողը, որ չստեց, այսօր այսքանը։